Ողջույններս հայրենակիցներ հարգելի, գիտեք այնքան շատ հարցեր ու պրոբլեմներ կան, թե ստեղծված թե արհեստական, թե բնական ինքն իրեն, հնարավոր չէ դրանց մոտով անտարբեր անցնել, ու եթե այս ամենը շարունակվի, այսպես հնարավոր չէ մի բանի հասնել, ու հնարավոր չէ առաջ գնալ, խոսքս վերաբերվում է նախ արցախցիների նկատմամբ այդ ատելությանը, այդ վատ վերաբերմունքը ու պատահական չի, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս ճակատների մեջ իշխանությունը նույն դիրքորոշումը ունի։ Գիտեք, Հայաստանում բազմաթիվ լավ ազնվորություններ, հայամետներ կան, հայաստանաբնակ հայրենակիցները, հայաստանաբնակ հայերի մեջ շատ լավ մարդիկ կան, որոնց ես օր-օրի ճանաչելով տեսնում եմ եւ ինչքան մարդկանց եւ չեմ տեսնում, չեմ ճանաչում, եւ ես խոստովանում եմ, որ առանց նման մարդկանց աջակցության, նամանավանդ մեր արցախցիներիս հնարավոր չէ այստեղ ապրած մինչև հիմա Հայաստանի Հանրապետությունում, ու ցավալին էլ այն է, որ հենց այս նույն Հայաստանի Հանրապետությունում բնակվող այս թուրքամետները, թուրքերը հենց ձեր լավ ազնվորությունների հետևում թաքնված են, եւ պատահական չի, որ մեր տղերքը զոհվեցին, զոհվածների անունը շատ են տալիս, հենց այդ թուրքամետները, այնպես որ ես մեր հայաստանաբնակ հայրենակիցների այդ լավ տեսակին ամենևին խոսքը չի ուղղվում, նրանք մեր տեսակն են, արցախահայերի մեր մասն են, քանի որ մեզ աջակցում են, ու մինտեղ դա հպարտություն է, ու մինտեղ դա շատ լավ է, ես դրա մասին չեմ խոսում, ես ուզում եմ խոսեմ, գիտեք, որ այդ վատը, թուրքամետը, այդ թշնամիները, որ ավելի շատ են լինում մեր մեջ, ասենք Հայաստանի Հանրապետությունում, դա սենց այդ լավ մասը չի երևում, կորչում է, հենց այդ վատը, որ ասում է «один за всех за одного», հենց այդ վատը այնքան շատ է, որ այդ վատի համար այդ լավն էլ չի երևում, չես հիշում, անտեսվում է, չգիտեմ ոնց ասեմ, էդի բնական է, հիմա ես գիտեք ինչ կասեմ, որ սրանք ամենևին էլ իրար հետ տարանջատված չեն, իրար հետ կապված են, որ պատահական չի, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս ճակատների մեջ իշխանությունը թուրքամետներ են, հակաարցախյան այսպիսի դիրքորոշում ունեն, սրանք թշնամիներ են, պատահական չի, հենց այդ վատ զանգվածի ընտրությունն է այս ներկայիս իշխանությունը, հիմա շատերը ասում են, որ շատերս խաբվել ենք հավատալով սրան ընտրելով, այո ես հավատում եմ, որ շատերը խաբվել են, հասկացել են, ես բան չեմ ասում, բայց ինչքան էլ որ շատերը խաբված լինեն, զղջացած լինեն, եթե այդպես է կարող եք բոլորդ նորից այդ զղջացածներով հավաքվեք ու նորից վռնդեք այս ներկայիս թուրքամետ իշխանությանը, տեսնում եք, դա չեք անում, քանի անգամ առիթ է եղել, քանի անգամ հավաքույթներ է եղել, ուրեմն ձեզ պետք է, կամ դուք այնքան քիչ եք այդ զղջացողները, կամ էլ մինտեղ չեք էլ զղջում, ամեն դեպքում չզղջացողները, այդ հակահայկական, հակաարցախյան, արցախցիներին ատող այդ զանգվածը ավելի շատ է, իրանք չեն զղջացել, իրանք այդպես էլ որպես մեծամասնություն իրանց ուզածն է եղել, որ Արցախը հանձնեն, այդպես է ստացվում, թե չէ ոչ մեկը կա ասի,
այ ճակետների մեջ իշխանություն, էս ինչ ես խոսում, ոնց Արցախը Ադրբեջան է, ոնց մեկը չէ եղավ։ Չեմ խոսում ընդդիմության շարքերի մեջ մարդկանց, չեմ խոսում այդ բացառություններին, բայց ամեն դեպքում Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանության ընտրանցները չեն անում դա։ Ես գիտեմ սա որտեղից է գալիս հակաարցախյան հակահայկական այս դիրքորոշումը, եւ շատերին ասում եմ, տեղյակ չեն, շատերը տեղյակ են, լռում են, երբ որ ասում եմ, եկեք սիրելի հայրենակիցներ, հայ ժողովուրդ, ով որ հայամետ է, եկեք այս ամենին վերջ դնենք, սրան ձև կա, վերջ դնենք եւ վերջ։ Հիմա սա բոլորիս խնդիրն է, չէ, եկեք վերջ դնենք այս ամենին։ Հիմա այս ինչի դեմ է, մենք տենց արցախցիներս միթե մենք վատ տեսակ ենք, լավ չենք, բարի չենք, չար ենք, չէ, դա ուրիշ խնդիր է։ Եթե պրոբլեմը մեր մեջ է, եկեք քննարկենք, բայց եթե մեր մեջ չի, ուրեմն պրոբլեմը այլ տեղ է, դե քննարկենք տենանք որտեղ է։ Գիտեք, ես գիտեմ, որ այդ բարի չար լինելու մեջ չի այդ հարցը։ Փաստերով խոսենք, փաստի վրա, հիմքը վերցնենք փաստը։ Եթե գենի հարց կա, գենի, ազգությամբ գենի, ու մենք որպես հայեր, արցախցիներս մենք այն հայերն ենք, որ տեղի բնակիչ ենք, դարերով, տեղացի, մեզ հետ ոչ մի ժողովուրդ չի խառնվել, ոչ թուրքերը, ոչ պարսիկները, մենք մաքուր, զտարյուն հայ ունենք, այդ մեր արցախայինիկը ժառանգել ենք Նոյից, որ Նոյը իջել է Արարատ լեռան վրա, ամբողջ ազգերը ցրվել են, բայց հայ ազգը մնացել է իր տեղում։ Մենք Արցախս այդ ժողովուրդն ենք, որ այդտեղ էլ տեղացի բնակիչներ ենք, տեղացի ազգ ենք, էթնիկ հայեր ենք, Նոյից ժառանգված հայեր ենք, մեզ հետ ոչ մի ժողովուրդ չի խառնվել։ Եթե մենք այլ խառնված ենք ուրիշ բան, ինչ է նշանակում, երբ որ դուք մեր նկատմամբ այսպես եք վերաբերում, ուրեմն հարցը հետևյալումն է, որ դուք ձեր մոտ է խնդիրը, ձեր արյունի հետ է խառնված ուրիշ արյուն, եւ փաստորեն մենք գիտենք, որ Հայաստանի հետ խառնվել են եւ թուրքերը, եւ պարսիկները։ Հիմա ես ինչու սենց խորից եկա, հիմա ես ուղիղ ասեմ, այն մարդը, որ հակաարցախյան է, արցախցիների նկատմամբ այսպեսի վատ վերաբերմունք է ցուցաբերում, ատելություն, այդ սատանայի գործը, որ իրականացնում եք, սա ցույց է տալիս, որ ձեր արյան հետ խառնուրդ կա, դուք մաքուր հայեր չեք, հնարավոր է ասկի հայեր էլ չեք, եւ ձեր մորական կողմը եւ հորական կողմը։ Սա արդեն փաստ եմ ասում, ես եզրակացություն չենք անում, որ երևի տենց է, փաստ, այն մարդը, որը հակաարցախյան, հակահայկական դիրքորոշում ունի, դա նշանակում է իր արյունը մաքուր չի, իր հետ խառնված է այլ ազգ, իսկ մեր պարագայում թուրքերն ու պարսիկները։ Այդպես է, դուք դրա համար եք այսպես անում, դուք դրա համար եք Արցախու նկատմամբ այսպես վերաբերում։ Եթե կասկածանք ունեք, եթե քննարկելու բան ունեք, եկեք ես ու ամեն մի արցախցիս մեր պապական պատմության մասին խոսենք, մեր պապական ծագման մասին խոսենք, օրինակ ես իմ պապական ծագումս, հորական կողմս բոլոր կողմերը ճարտարից են, որը հին հայ գյուղ է, մորական կողմս Գիշուց է, որը տեղի բնակիչ, եւ հարական կողմս իմ այաների գերեզմանները կան։ Դուք էլ խոսեք ձերից, որ իմանանք, որ դուք հայեր եք, բա խոսեք,
Այնպես որ դուք արցախցիներին ատողներ, դուք հայեր չեք, դուք թուրքեր եք, դրա համար եք այսպես այսօրվա օրը դրա համար է, որ այսպեսի վերաբերմունք եք ցուցաբերում ու մենք տեղյակ չէինք, որ այսպեսի բան կա, մինչև որ եկանք բռնի տեղանվեցինք Արցախից եկանք Հայաստան։ Ես լսել էի, մեր պապերը ասում էին, հիմա եկանք մեր աշկերովը տեսանք, որ փաստի առաջ կանգնեցինք։ Հիմա իսկ ավելի բուն պատճառին գանք, ավելի խորը քննարկենք այս հարցերը, եւս փաստ խոսենք նույն ծրագրից, որը 30 տարի, որպես փաստ եմ ասում, սա փաստը ապացուցված է, 30 տարի ու ավել շարունակ թուրքերի կողմից թուրքերը ներդրում են արել Հայաստանում արցախցիների նկատմամբ ատելությունը դրսևորելու համար, տարիներով, տասնամյակներով, այսինքն մինչ ես ծնվելը արդեն այդ process-ը տեղի էր ունենում։ Հիմա ես ասում եմ, տես ինչերի առաջ պիտի ես կանգնեի, ինչ խնդիրների։ Գիտեք, ահա թե ինչու եմ սիրում ես Աստվածաշունչը ու անտեղ գրված ամեն մի խոսքը։ Հիսուսը բանալին ասեց ճանաչիր ճշմարտությունը, շատերը ազատագրվելու համար, ազատվելու համար, խնդիրներից խուսափելու համար հազար ու մի ելքեր, միջոցներ են դիմում։ Հիսուսը ասեց ճանաչիր ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ կազատի։ Ահա ճշմարտությունը։ Ինչու ես մինչև իմ ծնվելը իմ նախորոք իմ համար արդեն իմ դեմ ծրագիր է իրականացվել ու այսօր գործում է իմ դեմ, ինչու։ Ահա այս է ճշմարտությունը։ Մենք խնդիր չունենք այս խնդրի հետ, խնդիրները ձերն է։ Մեզ քարկոծելու պատճառները պարզ են, էսա, պատճառը էսա։ Ու ես ում որ ասում եմ, շատերը տեղյակ են ու շատերը լռում են։ Այո, էսա իրականությունը, նույնիսկ շատ արցախցիներ չեն տեղյակ, որ էսա իրականությունը, էսա պատճառը։ Եվ ես մեծ ուրախությամբ եմ հայտնում ճշմարտությունը բոլորին։ Այո, տասնամյակներ, 30 տարուց ավել Հայաստանում ներդրումներ է իրականացվել արցախցիների դեմ գործունեություններին, հակահայկական գործողություններ իրականացնելու, անձամբ Թուրքիան է դա արել։ Էս է իրականությունը։ Հիմա մենք մեր արցախցիներս ամեն մեկս մեր ցակումնաբանությունը ասենք, դուք էլ ձեր ցակումնաբանությունը ասենք։ Տեսնենք մենք ովքեր ենք, դուք ովքեր եք։ Եթե ազգի հետ է կապված, ազգության, գենի հետ է կապված, դուք կուզեք ծածկել դա։ Հիմա ես գամ նորից գամ այն ճակետների մեջ իշխանությանը, որը այս թուրքացած զանգվածը ընտրել է։ Նորից եմ ասում, հիշեցնեմ, որ ես այն խավին չի վերաբերում, ովքեր որ փոշմանել են, խավվել են։ Եթե դուք փոշմանել եք, խավվել եք, ես ձեզ կհավատամ այն բանով, այն պայմանով, եթե դուք նույնպես հավաքվեք արցախցիներից կողմին կանգնեք ու դեմ դուրս գանք այս չար թշնամու ուժերին։ Եթե չեք անում, ուրեմն մի բան անչի։ Օրինակ, առիթներ է, որ դուք կարայիք հավաքվեիք արցախցիների հետ։ Տենց երևացել է, որ դուք չեք միանում։ Հիմա այս պահին վերջերս հավաքույթներ է եղել արցախցիների հարցերի հետ կապված, որտեղ որ Երևանում պալատկա կա խփած շտաբ որպես։ Եթե դուք միացող լինեք, եթե դուք փոշմանած լինեք, կմիանայիք այդ միջոցառումներին։ Դեպ ես
այդ միջոցառումներին էլ կանդրադառնամ այդ կազմակերպողներին արցախցիների հարցերով զբաղվող խոսքը արցախցիների վերաբերյալ է, որ արցախցիները կազմակերպել են, դրան էլ եմ անդրադառնալու, թե ինչու շատերը չեն միանում իրանց, ձեզ, մեզ, եւ այսպես հիմա գամ այդ թուրքացած զանգվածի ընտրած այսօրվա ճակետների մեջ իշխանությանը, հիմա ես անձամբ ոչ մեկի անունը չեմ տալիս, որպես մինտեղ կոպիտ կհնչի, եթե ես ասեմ արժանի չեն, որ ես անձամբ մեկի անունը տալով խոսքս ուղեմ մեկին, որովհետև դա մինցելի թշնամու բանակ է, դրա հետևում կանգնած են ուժեր, դրա համար ես ճակետների մեջ ասելու եմ իշխանություն, Հայաստանի Հանրապետության ներկայացնող ճակետների մեջ իշխանություն եւ դրա հետևը կանգնած ուժերին, խոսքս ուղղելու եմ նրանց, այդ ինչ բանը մի պետությունում երկու ժողովուրդների մասին եք խոսում, մի հայրենիքում երկու պետություն ունենալու մասին եք խոսում, այդ ինչ է նշանակում, դա տարօրինակ կասեմ, թե արդեն ձեր դիրքորոշման համահունչ հաջորդ չի, սկզբի ձեր դիրքորոշումն է, սկզբի ձեր ծրագիրն է, այդ ինչի մասին եք խոսում, պարզ ասեք էլի, ինչ եք թաքցնում, պարզ ասեք, որ դուք երկրում հայկական, երկրում Հայաստանում ուզում եք թուրքական պետություն ստեղծեք, ու արդեն թուրքը եկած մտած Հայաստան, հայը ձեզ խանգարում է, էդ եք չէ ուզում, էդ եք չէ ասում, մենք բոլորս էլ հայ ենք, եթե մեզ հայրենիքի մասին լինի խոսք, մենք հայ ենք ու հայկական պետություն ունենք, հայկական պետության մասին պիտի լինի խոսք, եթե դուք Արցախը համարեցիք Ադրբեջան, ուրեմն դուք դրանից խոսեք, որ դա ապացույց է, կնիք է ձեր ճակատին, որ դուք հայկական պետությունը համարում եք թուրքական, այդ դուք ձեզ ասեցիք, մեզ եք ում է վերաբերում, այ որ դու ասես դա ձեզ է վերաբերում, ես համաձայն կլինեմ, հիմա ես սրա համար ուղերձ եմ ըղում եւ քեզ ասում, որ դա քեզ է վերաբերում, որպեսզի իմանաս, որ ստե հիմարներ չեն մարդիկ, դուք հայկական երկրում ուզում եք թուրքական պետություն ստեղծեք ու արդեն այդ քայլը երել եք, բայց հայի տեսակը ձեզ խանգարում է, այ դրանից խոսեք, որովհետև դուք թուրքի շահն եք պահում, դուք ով է հավատում, ես եմ հավատում, որ դուք հայերին եք ներկայացնում, դուք խաբած եք հիմա այս մարդկանց, հաշված որ բազմաթիվ հայաստանաբնակ քաղաքացիներ ձեզ սատարում են որպես դուք թուրքամետներ, պարզ ասեք բոլորս հասկանանք, այո, դուք Հայաստանը ուզում եք թուրքական պետություն սարքեք, դուք արդեն մտել եք եւ դուք ներկայացնում եք թշնամու գործակալները, թշնամու կամակատարները, արդեն մտել եք, հիմք եք դրել ու հայը ձեզ խանգարում է, հայի տեսակը, արցախցիներն ձեզ խանգարում են, դու պատասխան եք տալու, մեզ ամենից հասցրած վնասի համար ամենից պատասխան եք տալու, սա երկար հարց է, քննարկելի շատ բան կա այս սրա վերաբերյալ, հիմա առիթից օգտվեմ, ես խոսքս ուղղեմ մեր թշնամի պետության Ադրբեջանի կառավարությանը, գլխավորությամբ Ալիևին, ինչ որ կարող է թվա, թե ես պիտի ռուսերեն ասեմ կամ թուրքերեն ասեմ, ու ես սա դիտավորյալ եմ հայերեն ասում, որովհետև բոլորս էլ տեսնում ենք կասկած չկա, որ Ալիևին այնքան
հայերեն լեզվով իմացող լրտեսներ, գործականներ այնքան անթիվ բանակ ունի, որ մենք կարող չհաշվենք էլ, ու ես դիտավորյալ եմ, ես հայերեն ասում, որպեսզի Հայաստանում թուրքերն էլ լսեն, Հայաստանաբնակ թուրքերն էլ լսեն, որովհետև հիմնականում Հայաստանաբնակ թուրքերը ծառայում են մեր թշնամիներին։ Հիմա ես հայերեն լեզվով Ալիևին եւ նրա կառավարությանը խոսք եմ ուղղում։ Արմատներով գանք էլի, արմատի վրա։ Ալիև, դու ես չեմ ուզում քո տեսակի մասին շատ խոսել, քո տեսակի մասին լավ կլինի դու խոսես, բայց քո միթե այդ անզգամությունը, այդ անշնորհակալությունը, անխիղճությունը, անմարդկությունը, գազանությունը միթե սահմաններ չունեն։ Հիմա դու ում առաջ ես տենց հպարտացել, ում առաջ ես տենց մեծացել, ում համար։ Իմացիր, հայի տեսակը մնալու է հավիտյան։ Հավիտյան գոնե մինչև այս աշխարհի վերջ։ Ես ցավում եմ, որ մի քիչ եկել է նրան ասել, որ ես այս հարթության վրա եմ քեզ հետ խոսում, այս հարթության վրա է մեր խոսքը ձեզ ուղված։ Հպարտացել ես ու քեզ դավանող անպետքները շատ են, գուցե հպարտանալու պատճառ ունես, բայց քեզ ոչ մի հպարտանալու պատճառ չունես, դու ինչով հպարտանաս, եթե դու հայերի հետ ես կռվում, այս մենք ենք, մեզ դեմ ես կռվում, մեզ դեմ կռվիր, մեր դեմ կռվիր, արցախցիների ժողովրդի դեմ կռվիր, բայց չեմ կարծում, որ դու արցախցիներին դու չես ճանաչում, ու հավանաբար մեզնից էլ լավ ես ճանաչում արցախցիներին, որովհետև դու թշնամի ես, ու քանի որ սատանային 6000 տարվա փորձ ունի, 90-ական թվականներին, հիմա ես քո չպարծանելու պատճառներն եմ ասում, 90-ական թվականներին, երբ որ մեր հայերը 90-ական թվականներին, երբ որ մեր հայերը ջախջախում էին քեզ, քո ժողովուրդին, ջախջախել են, մեջքը կոտրել են, դու ես խոստովանում։ Մեր միակ մեղքը էն է, որ մենք կանգնել ենք, մեզ խաբել են, միթե դու դրա մասին տեղյակ չես, թե չէ դու տեղյակ ես, լավ էլ հասկանում ես, ինչ կկատարվի, եթե մենք չկանգնեինք, մեզ կանգնեցրել են։ Հիմա դու գնա, ով որ մեզ կանգնեցրել է, նրանց դեմ մեծացիր, հպարտացիր, ակլորացիր, լավ դեր խաղա, բայց մեր հայերը քեզ տապալել են, դու որպես խորամանկ, դու դա հասկացել ես, որ այդպես է դառնալու, և խորամանկությունով Մոսկվայից տուն չէիր գալիս, կանգնեցրել ես դու, կանգնեցրել ես այդ պատերազմը քո փողերով, հիմա դու ում դեմ ես ակլորանում, ում դեմ ես դու հպարտանում, ում դեմ ես մեծարում քեզ, այո, կարող ես քո այդ գործակալ լրտեսներին Հայաստանում իշխանություն եկած, նրանց առաջ կարող ես անել, և այդպես էլ անում ես, մենք
Ես միանշանակ համոզված եմ, որ դու Արցախահայերին ավելի շատ հարգում ես, քան ես քո լրտեսներ ու դավաճան չէ, նրանք հավատարիմ էլ քեզ ծառայում են, քո լրտեսներին դեմ կարաս հպարտանաս ու այդպես էլ անում ես, այնպես որ քո չափդ իմացիր, մեր հայրերը, մեր ժողովուրդը քեզ տապալել են 90-ականներին, և դու ինչ որ արել ես, դու Հայաստանի միջոցով ու հայի ձեռքով ես հայ ժողովրդին զարկել, հայ ժողովրդին վնասել, դու կռվի դաշտում չես կարացել վնասես 90-ականներին, ու դու լավ խորամանկ, այնպես չի, որ դու տենց քո այդ խորամանկությունով կատարյալ ես, բայց բավական ես, քո այդ խորամանկ այդ հնարքներով 30 տարի, 20 տարի դու կանեցրել ես բանակցություններ, անունը դրել բանակցություն, բայց իրականում դու սպասել ես քո զորանալուն ու ֆինանսավորել ես մեր թուլանալուն ու բերել հասցրել, եթե դու մի վարկյան կասկածած, մի տոկոս կասկածած լինեիր, որ կարող է դու պարտվես, դու պատերազմ չի սկսի, հիմա դու կգնաս, ում միջոցով ես ամենը արել ես, նրանց առաջ հպարտանաս, կարաս Արցախը Ադրբեջան ճանաչած իշխանությանը ընտրած զանգվածի առաջ հպարտանաս ու պարծենաս, ու դու լավ էլ գիտես, որ դու քո պատերազմը դրանց դեմ է, մեզ դեմ չի, մենք քեզ հաղթել ենք, իմ հայրերը քեզ հաղթել են, մեր հայրերը քեզ հաղթել են, իմ հոր սերունդը քեզ հաղթել է, դու դրա մասին լավ էլ տեղյակ ես, ու դու լավ էլ մեծ ցանկություններ էլ կունենաս, որ մեր տեսակը վերացնես Հայաստանում, հիմա դու, որ խորամանկությունդ օգտագործելով 30 տարի կանգնեցրեցիր այդ պատերազմը ու անունը դրեցիր բանակ, երբ որ հանդիպում էիք Սերժը թմրադեղի տակ, թմրանյութի տակ, թմրազդեցության տակ, գալիս էր ժպիտը դեմքին, աշկերը կարմրած, դու խորամանկությունով ժամանակ էիր ձգում, էդ է քո արածը, այդ այս խորամանկությունով եկար կանգնիր, խորամանկությունով սպասեցիր նավթովդ ուժեղացար, կգնաս ում հետ որ բանակցել ես նրանց դեմ հպարտանաս, ու տեղդ լավ իմացիր, քո տեղը, քո չափը իմացիր, հիմա ակնհայտ է, որ դու ամեն ինչ անելու ես, մինչև որ հայի են տեսակը, հայի արցախահայության են տեսակի վերջի մարդին, որպեսզի դու ոչնչացնես, վերջի մարդին, են գենը, են արցախահայի գենին, այդ տեսակին ամեն ինչ անելու ես, որ ոչնչացնես, ու պատահական չի, ես համոզված եմ, որ դու այդքան վստահ թույլ տվեցի, որ մենք Արցախից դուրս գանք, թե չէ դու մեզ դուրս թողողը չէիր, իսկ մեզ ցեղասպանելը ձեզ համար երևի արդեն այդ վաղտը հնարավոր չէր, տենց դու վստահորեն թույլ տվեցիր, որ մենք Արցախից դուրս գանք, որովհետև հաջորդ կանգառը Հայաստանում է, իսկ Հայաստանում տիրում է քո գործակալներն, Հայաստանում կառավարում են քո գործակալներն, ու հոտե այդ վերջի հույսդ դա է, Հայաստանում մեզ արցախցիներիս վերացնես, քո գործակալների միջոցով, քո թուրքամետ լրտեսների միջոցով, դե տենանք ոնց կստացվի, հիմա ես ուզում եմ գամ
արցախցիների հարցերով զբաղվող այս արցախցիների հարցերի վերաբերյալ այս գործընթացներին, այս հավաքները, որ եղան վերջումը, այդ միջոցառումներին, այդ շտաբը, որ կա Երևանում, ես չեմ հասկանում ճիշտը ինչ եք անում, ինչու եք անում։ Հիմա այդ սոցիալական հարցն է, ամբողջը թողած սոցիալական հարցն է պրոբլեմը, այդպես է։ Ես արդեն ասել եմ, որ մեզ 50 պետք չի, մեզ ֆինանս պետք չի, մեզ աջակցություն պետք չի, մեզ պետք է մեր ծախախստները, որ ծախել են, ուզում են փողը տան, ինչ ուզում են անեն, մեր վերադարձը ապահովեն։ Այ դուք այդ չեք պահանջում, որ թողել եք այդ մեր իրավունքը, դուք չնչին բանի վրա եք էներգիա ծախսում, ժամանակ ծախսում, մեր ռեսուրսն են ծախսում, մեզ 50 պետք չի, մեզ աջակցություն պետք չի, մեզ տներն է պետք, որ դավադրությունով ծախեցին։ Այ դա թողել եք, դրա համար էլ ձեզ հետ այդպես են վերաբերվում, ձեզ հետ լուրջ չեն վերաբերում, դրա համար կարողանում են ասել, գիտեք, իրանք ստամոքսի համար ապրողներ են, դրա համար իրանք հեռվից են իմանում այդ մակարդակի, այդ ոլորտի հարցը, դրա համար մեզ ասեցին, դե ձեզ ասեցին, մեզ էլ են ասում, որ մոլներ ստամոքսի համար եք պայքարում։ Այ դրա համար են, որովհետև տենում են, ձեր թույլ կողմի վրա խաղում են։ Մեր օրինավոր պահանջը թողած դուք ինչի հետև եք ընկնում, դուք 50-ի հետև եք ընկել, դուք աջակցության հետևից մի գնացեք, դուք մեր իրավունքը, մեր տուն վերադարձը պահանջեք, չէ որ ապացուցված, որ ծախել են, պահանջեք, տես ոնց է գալիս ամեն ինչ իր տեղ ընկնում, չէ, մենակ տուն վերադարձը պահանջեք, չենք ուզում մենք 50-ը, մեզ տունը, իմ տունս ոնց ես դու համարել թուրքական և ծախել թուրքին, ոնց։ Ես այդ ոլորտի մասնագետ չեմ, ես իրավաբան չեմ, որ ըլնեմ դրանով կզբաղվեմ։ Թե դուք սրանց այս թշնամիների հետ, այս թուրքի գործակալների հետ գործարք եք մտնում արդեն, այդպես եք անում, ուրեմն գործարք եք անում, ուրեմն դրա համար այդքան մարդ, ձեզ շատ մարդ չի միացել, չի միանում, գուցեև շատերը տեղյակել են, որ այդպես է ստացվում, գործարք եք անում այս թշնամու հետ, այս մեզ դավաճան, մեր հայրենիքը ծախած դավաճանների հետ գործարք եք անում, հանձնվել եք արդեն, դրա համար ես չեմ միանում ձեզ, ու ինձ նման շատ մարդիկ, որովհետև չգիտեմ ինչ եք անում, չէ մինչև հիմա ես միացած եմ, բայց որ ես չգիտեմ ինչ եք անում, ես չեմ կարա իմանամ, ինչ պետք է արած, ուրեմն գործարք եք անում, ու եթե դուք այս բանը արեցիք, եթե իրանց հետ գործարք արեցիք, դա ձեր վերջն է լինելու, դա վերջն է լինելու, գոնե այդ վերջի ռեսուրսը, որ մենք կանք, մի ծախսեք դա, մենք արցախցիներս, ես որպես արցախցի, գոնե իմաստով ասում եմ, մինչև վերջ պահանջելու եմ իմ մեր տունը վերադարձը, ու ամոթ են հային, որ դրա հետ փոխի այլ մի բան, որ այդ իրավունքի հետ փոխի ինչ-որ մի բան, ցանկացած տեսակի աջակցություն, վերջ, և եթե դուք գործարք անեք իրանց հետ, դուք էլ իրանց մասն եք, դուք էլ Արցախը ծախողներն եք, իրանք մեզ հեռվից գիտեն, իրանք մեզ բաժան անելու, մեզ ցրելու են, և լուծարեն, ցրեն, վերջ,
ախր իրանք լավ գերազանց գիտեն, որ արցախցիներին հարցը լուծելով, դա հենց այդ հարցը արցախցիների հարցը լուծելով են լուծում Արցախի հարցը։ Եթե դուք ծախելու եք ձեր տունը, տեսեք, ես չեմ ծախելու մեր պապական հողերը, ոչ մի բանի հետ չեմ փոխելու։ Եթե դուք փոխելու եք, տեսնենք ինչ եք անում։ Ես արդեն տարուց ավել իմ տանը չեմ ապրում։ Իմ հորական օջախից, իմ քաղաքից կտրված եմ։ Ու քանի գնում է, քանի չգիտեմ սա ինչ է նշանակում, բայց ես ամեն մի օրը ապրում եմ սպասելով Արցախ վերադառնալու օրին։ Ես ֆիզիկապես երկրի վրա դրա համար եմ ապրում։ Եվ մարդը մարդուն կարա խաբի, մարդը Աստծուն չի կարա խաբի։ Դուք եթե դրանից հրաժարվեք, մեր հայրենիքը, մեր տունը վերադառնալու հրաժարվեք, ուրեմն մի բան ձեր կյանքում փոխել եք դրա հետ։ Մնացածը թողում եմ ձեզ։ Ու Արցախը Ադրբեջան ճանաչող ու Արցախը հանձնող այդ մասային ես վստահեցնում եմ ու համոզված ասում, որ ձեզնով Աստված է զբաղվելու, Աստված այդ դատաստանը անելու է։ Չկասկածեք, ես ոչ թե վստահ եմ, այլ վստահեցնում եմ։ Եկեք աղոթենք։ Աղոթքը շատ կարևոր է։ Ինչ որ անում եք, աղոթեցեք վերջում։ Եվ Աստված մեր